Հայ-Էկոնոմբանկի տարեկան ժողովն է։ Բանկի ղեկավարությունը պահպանելով հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքը անդրադարձավ նաեւ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ եւ պրոֆեսիոնալ լուծումներով։ Ներդրել ենք բանկային համակարգում առաջինը անցանց պոստտերմինալով վճարումների ընդունման կարգը, ունեցել ենք շահույթի շեշտակի աճ։ Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին Հայ-Էկոնոմբանկը կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր, ներգրավելով $70 միլիոն համարժեք ֆինանսական ռեսուրս, որն ուղղվել է միկրո, փոքր եւ միջին բիզնեսի, նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։ Հատկանշական է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն զինվորի տան հետ, որը բովանդակելու է երկու հիմնական ծրագիր։ Կրթական ծրագիր զին հաշմանդամություն ունեցող անձանց համար, բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ, զինվորի տան թողունակության ընդլայնում, ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։ Այս տարի զինվորի տան հետ համատեղ իրականացնելու ենք երկու ծրագիր, առաջինը կրթական, որի արդյունքում զին հաշմանդամները հնարավորություն կունենան հետագայում աշխատանքի տեղավորվել բանկում։ Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ, բանկը արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ։ 2024 թվականի նախորդ տարվա համեմատ բանկի ակտիվներն աճել են 14%-ով, պարտավորությունները 11%-ով։ Հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 342 միլիարդ դրամից ավելի գումար, նախորդ տարվա համեմատ աճելով 17%։ Տարվա ֆինանսական արդյունքի զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է՝ 90% աճ նախորդ տարվա համեմատ, իսկ բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։